Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, մեդիա-հաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես մի հարցում Նիկոլ Փաշինյանը իրոք հանճարեղ է, գրեթե անմրցելի։ Դա մանիպուլյացիան է ու կեղծիք է։ Նա յուրաքանչյուր իրավիճակ կարողանում է մանիպուլացնել եւ ոչ միայն գլխիվայր շուռ տալ, այլ այնպես ներկայացնել, որը ամբողջովին ծառայի իր շահերին եւ շատ հաճախ նաև արդարանա այն դրվագներում, որում կա իր անմիջական մեղավորությունը։ Օրերս լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողի հարցին իհարկե թվացյալ անդրադարձավ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին։ Սակայն նա այդ միջադեպը ներկայացրեց ընդհանրական համատեքստում։ Երբ լրագրողը նրան հարցրեց, թե ինչպես է մոտենում այն բանին, որ իր թիկնապահը հարվածեց Մինասյան եղբայրներից մեկին, Նիկոլ Փաշինյանը սկսեց մանրամասն ներկայացնել ՊՊԾ աշխատակիցների պարտականությունները։ Ըստ նրա ՊՊԾ աշխատակիցները իրավունք ունեն անհրաժեշտության դեպքում հարվածել, ուժ կիրառել, ընդհուպ զենք գործածել։ Այսինքն էլի եմ շեշտում, հարցը տրված էր կոնկրետ մասնավոր դեպքի հետ կապված, կոնկրետ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածի հետ կապված, սակայն Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՊՊԾ գնդի պարտականությունները։ Պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, ինքը կարող է ուժ գործադրել, ինքը կարող է հարվածել, ինքը կարող է ուժ գործադրել, Աստված չանի սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել։ Իհարկե, յուրաքանչյուր ողջամիտ մարդ հասկանում է, որ երբ հարձակում է տեղի ունենում երկրի ղեկավարի նկատմամբ, ապա ՊՊԾ աշխատակիցները իրավունք ունեն ոչ միայն հարվածելու, այլև գնդակահարելու հարձակվողին հենց տեղում։ Բնականաբար անհեթեթ կլինի կարծելը, որ երբ որևէ մեկը փորձի հարձակվել երկրի ղեկավարի վրա եւ ղեկավարի կյանքին ուղիղ վտանգ սպառնա, ապա ՊՊԾ աշխատակիցները պետք է փորձեն խնդրել, համոզել, չգիտեմ, բացատրել կամ ամոթանք տալ հարձակվողին։ Իհարկե նրանք պետք է կանխեն հարձակումը ցանկացած գնով։ Սակայն Սուրբ Աննա եկեղեցում իրականում այդ իրավիճակը չէր։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ հենց Նիկոլ Փաշինյանը սադրեց այն ամենը, ինչ տեղի ունեցավ։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ նա վաղուց է եկեղեցին դիտարկում որպես քաղաքական պայքարի թատերաբեմ։ Ինքն է առաջինը ասպատակել եկեղեցին։ Ինչու եմ այդ ամենը ասում, որովհետև այդ միջադեպից հետո տարբեր ԿՊԱ-կաններ հանդես եկան սրտաճմլիկ ստատուսներով ու գրառումներով, որ եկեք, հասեք, տեսեք ինչպիսի սրբապղծություն է, որ եկեղեցում հարձակվում են Նիկոլ Փաշինյանի վրա։ Հավելյալ անգամ շեշտում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ինքն է առաջինը սկսել իր հարձակումները եկեղեցու վրա եւ թույլ տվել, որպեսզի իր երթվյալ համախոհները եկեղեցու ներսում թողնելով Աստծուն փառաբանեն ու ծափահարեն իրեն, Նիկոլ Փաշինյանին։ Սակայն անդրադառնանք կոնկրետ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին։ Նիկոլ Փաշինյանը իր շքախմբով ներխուժեց եկեղեցի, երբ մարդիկ աղոթում էին, մասնակցում էին պատարագի եւ բնականաբար սկսեց հրել մարդկանց։ Եվ ինչն էլ առաջացրեց մարդկանց վրդովմունքը։ Եվ երիտասարդները, ավելի ճիշտ աշակերտները, պարզապես վրդովվեցին Նիկոլ Փաշինյանի շքախմբի պահվածքից։ Եվ հայտնի միջադեպը, որի տեսանյութը տեսել ենք բոլորս, եւ իրականում այդ երիտասարդը չէր էլ կարող հարվածել Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի եւ նրա միջև կային մի քանի մարդ պարզապես ձեռքը մեկնեց,
ապա թիկնապահը երիտասարդին հարվածեց այն ժամանակ, երբ այսպես ասած չակերտավոր վտանգը արդեն չեզոքացված էր, երբ Նիկոլ Փաշինյանը արդեն գտնվում էր բավականին հեռու։ Հետևաբար թիկնապահը ոչ թե կանխեց, ելի եմ շեշտում, չակերտավոր հարձակումը Նիկոլ Փաշինյանի վրա, այլ պարզապես պատժեց երիտասարդին, պատժեց նման չակերտավոր էլի հանդգնության համար։ Հարգելի հետևորդներ, ինչ է ստացվում, որ այսուհետ յուրաքանչյուր ոք, ով Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ կփորձի ըմբոստանալ, ապա միանգամից արժանանալու է պատժիչ գործողությունների Նիկոլ Փաշինյանի կողմից, որովհետև ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հավելյալ անգամ ուղիղ հրահանգ իջեցրեց իր ենթակայության տակ գտնվող ուժային կառույցներին, որպեսզի պատժեն բոլոր նրանց, ովքեր կփորձեն որևէ անհնազանդություն դրսևորել իր ներկայությամբ։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ձևակերպած տարբեր իրավիճակներում կարող է ՊՊԾ աշխատակիցը գործել ըստ անհրաժեշտության, ապա այդ տարբեր իրավիճակը խիստ հարաբերական է և ամբողջովին մնում է տվյալ աշխատակցի սուբյեկտիվ ընկալման վրա։ Պատկերացրեք այսպիսի մի պահ, որ յուրաքանչյուր գոռոց, ենթադրենք որևէ մեկը տենա Նիկոլ Փաշինյանին և վրդովմունքից բղավի, ապա այդ բղավոցը կարող է դիտարկվել որպես սպառնալիք։ Եթե որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին թարս նայի, ապա դա կարող է դիտարկվել որպես հարձակման նախապատրաստություն։ Անդրադառնանք նաև մեկ այլ շատ կարևոր դրվագի։ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՊՊԾ գնդի ընդհանուր պարտականությունները, այնուհետև մյուս լրագրողի հաջորդ հարցին, որ արդյոք կալանավորված Դավիթ Մինասյանը ազատ կարձակվի թե չէ, արդյոք Նիկոլ Փաշինյանը կների նրան թե չէ, Նիկոլ Փաշինյանը պատասխանում է, որ ինքը որևէ մեկին ներելու խնդիր չունի, քանի որ ինքը անձամբ որևէ մեկին չի մեղադրում։ Սա նույնպես մանիպուլյացիա է, հարգելի հետևորդներ, քանի որ Հայաստանում չկա մի ոստիկան, որը ձերբակալի որևէ քաղաքացու առանց Նիկոլ Փաշինյանի թեկուզ անուղղակի հրահանգի։ Չկա մի դատավոր, որը կալանքի վճիռ կայացնի առանց Նիկոլ Փաշինյանի թեկուզ անուղղակի հրահանգի։ Այսինքն ամբողջ բուրգի գլխավերևում կանգնած է հենց Նիկոլ Փաշինյանը և ցանկացած քայլ, որոնք կատարում են իրավապահները կամ դատավորները, այդ ամբողջը հրահանգավորվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Եթե Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է, որ իբր Հայաստանը այնպիսի իրավական պետություն է, որ ինքը իրավունք չունի խառնվել իրավապահ մարմինների գործողություններին և հրահանգ իջեցնել, ներել կամ չներել այս կամ այն մարդուն, իդեպ այս պարագայում խոսքը էլի եմ ուզում շեշտել աշակերտի մասին է։ Նա չի անդրադառնում եղբայրների ձերբակալման վայրագությանը։ Հարգելի հետևորդներ, աշակերտներին երկու աշակերտի ձերբակալեցին այնպիսի վայրագությամբ ու այնպիսի ստորացուցիչ ձևով, կարծես այդ երեխաները հանրության համար առանձնահատուկ վտանգավորություն ներկայացնող հանցագործներ էին կամ մոլագարներ։ Այնինչ նրանց հանցանքը միայն այն էր, որ նրանց հրելու դեպքում նրանք պարզապես հայտնեցին իրենց վրդովմունքը։ Եվ այնուամենայնիվ, որն է Նիկոլ Փաշինյանի նպատակը։
Իհարկե Նիկոլ Փաշինյանի նպատակը այս երկու երեխաները չեն։ Նրա նպատակը ամբողջ հանրությունն է, ողջ հանրությունը։ Նիկոլ Փաշինյանը այս քայլով ցանկանում է հանրությանը ցույց տալ, որ եթե ես աշակերտի եմ կալանավորում, ապա մի կասկածեք, որ կկալանավորվի ձեզնից յուրաքանչյուրը, ով կփորձի իմ ներկայությամբ որևէ անհարգալի վերաբերմունք ցույց տալ իմ անձի հանդեպ։ Իդեպ անհարգալի վերաբերմունքը նույնպես քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշում է։ Յուրաքանչյուր քաղաքացի իր դիրքորոշումը օրենքի սահմաններում իրավունք ունի հայտնել այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Եթե շեշտում եմ, օրենքը չի խախտում, իսկ աշակերտները չէին խախտել օրենքը։ Եվ Նիկոլ Փաշինյանը պարզապես ցանկանում է վախի մթնոլորտ տարածել բոլորի վրա անխտիր, ողջ հանրության, ողջ ժողովրդի, անկախ նրանց տարիքից ու անկախ սեռից։ Սակայն հարգելի հետևորդներ, զարմանալ պետք չէ։ Նիկոլ Փաշինյանի համար չկա որևէ արժեք, չկա որևէ գիծ, որևէ սահման։ Չմոռանանք, որ նա 44-օրյա պատերազմից հետո հայտարարեց, որ ինձ կանվանեին դավաճան, եթե ես, այսպես ասած, շուտ կանգնեցնեի պատերազմը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը այլ խոսքերով ասաց, որ շուրջ 5000 երիտասարդի զոհաբերել է միայն նրա համար, որ իրեն չասեն դավաճան։ Հետևաբար, եթե նա ունակ է շուրջ 5000 մարդու զոհաբերել, ապա ինչ է իր համար մի աշակերտին կալանավորելը։ Հարգելի հետևորդներ, Դավիթ Մինասյանը ունի առողջական բազմաթիվ խնդիրներ եւ այդ մասին քաջատեղյակ է նաեւ վճիռ կայացնող դատավորը։ Դավիթ Մինասյանը առողջական խնդիրներ ունի մոր խոսքերով այնպիսի աստիճանի, որ պահանջում է ամենօրյա խնամք, հակառակ դեպքում նրա կյանքին վտանգ է սպառնալու։ Եվ պատկերացնում եք մարդը ինչպիսի հրեշ պետք է լինի, որ այդ ամենը աչքի տակ ունենալով վերցնի ու կալանավորի աշակերտին։ Լավ, մի կողմ թողնենք իրավական բոլոր ձևակերպումները եւ այլն, բայց կարելի էր չէ երեխային պարզապես տալ գոնե տնային կալանք։ Այդ երեխան ոչ հայտնի քաղաքական գործիչ է, ոչ այնպիսի տարիքում գտնվող մարդ, որը կկարողանար խոչընդոտել նախաքննությանը, խանգարել, չգիտեմ, ազդել, այսպես պայմանական ասած վկաների վրա։ Նա ընդամենը աշակերտ է։ Հետևաբար աշակերտ այդ ինչպիսի գործողությունների պետք է դիմեր, որ անհրաժեշտ լիներ անպայման նրան կալանավորել։ Այսինքն նրա կալանքը ամբողջովին քաղաքական է, ամբողջովին քաղաքական, վաղ սփռելու նպատակով եւ խոսում է կալանքի վճիռ կայացնողի հրեշավոր բնույթի մասին, հատկապես որ չեմ կասկածում, որ նա նույնպես կունենա երեխաներ եւ գուցե Դավիթից շատ ավելի մեծ։ Աստվածաշնչում պարզ ասում է. մի արա այն, ինչ չես ուզենա, որ քեզ անեն։ Հավատացեք, այս կյանքում ամեն ինչ ունենում է բումերանգի էֆեկտ։ Ոչինչ անհետևանք չի մնում։ Եվ յուրաքանչյուր մարդ կյանքում հնձում է այն, ինչ ցանում է։ Յուրաքանչյուր մարդ ստանում է ճիշտ այնքան, ինչքան տալիս է։ Այդ թվում թե դրականը եւ թե բացասականը։ Այն հրեշավորը, որը ցանել է Նիկոլ Փաշինյանը, վաղը անպայման հնձելու է։ Այն կամակատարները, որոնք կատարում են հլու հնազանդ, անտեսելով նույնիսկ երեխաներին, աշակերտներին, կատարում են Նիկոլ Փաշինյանի հրահանգները, հրեշավոր հրահանգները, անպայման նրանք հնձելու են դրա պտուղները։ Նիկոլ Փաշինյանը կարող է այսօր դիմել քայլերի, որոնց նպատակը վախ սփռելն է, սակայն այդ ամենը պայմանավորված է սեփական վախերով։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հանրությանը վախեցնել
ճիշտ այնքան, որքան ինքն է վախեցած այդ նույն հանրությունից։ Տա Աստված, հարգելի հետևորդներ, որ այս ամենը լուրջ հետևանքներ չունենա Դավիթ Մինասյանի առողջության վրա։ Տա Աստված, որ նա շուտ կազդուրվի, շուտ ապաքինվի եւ նրա թե ֆիզիկական առումով, թե հոգեպես որևէ հետք այս ամենը նրա վրա չթողնի։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։